We are still in the series of the School of Christ. Բաժինը շարունակում է մնալ Քրիստոսի դպրոցը։ This is entitled The Light of Life. Վերնագիրը կյանքի լույսը։ We'd like to read a few verses from the Gospel of John. Կարդանք Հովանես ավետարանից մի քանի խոսքեր։ We'll just begin in chapter 1 Առաջին and գլխից։ survey our way through there. Chapter 1, verse 4. Հովանես 1:4-ը։ Նրանում էր կյանքը եւ կյանքը մարդկանց լույսն էր։ Verse 14. 14-ը նույնպես եւ բանը մարմին եղավ եւ մեր մեջ բնակվեց եւ մենք նրա փառքը տեսանք որպես հոր միասնի փառքը շնորհով ու ճշմարտությամբ լեցուն։ Chapter 2, 19 through 21. Հովանես ավետարանից 2:19-ից 21-ը։ Հիսուսը պատասխանեց եւ ասաց նրանց. «Քանդեցեք այդ տաճարը եւ 3 օրում ես կկանգնեցնեմ այն»։ Հրեաներն էլ ասացին. «Այս տաճարը 46 տարում շինվեց եւ դու 3 օրում պիտի վերականգնես այն»։ Սակայն նա իր մարմնի տաճարի մասին էր ասում։ Chapter 3, verse 3. 3:3-ը։ Հիսուսը պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստի չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել»։ Chapter 8, verse 12. 8:12-ը։ Հովանես, նորից։ Ապա Հիսուսը դարձյալ խոսեց նրանց հետ ասելով. «Ես եմ աշխարհի լույսը, նա որ ինձ կհետևի, խավարի մեջ չպիտի քայլի, այլ կյանքի լույսը պիտի ունենա»։ 1 Corinthians chapter 6 and verses 19 through 20. Առաջին Կորինթացիներ 6 verses which one? 19 and 20. 19-ից 20։ Առաջին Կորինթացիներ 6:19-ից 20։ Ինչ դուք չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, որն Աստծուց ունեք ձեր մեջ եւ դուք ձեր Տերը չեք, որովհետեւ մեծ գնով գնվեցիք, հետեւաբար փառավորեք Աստծուն ձեր մարմնի եւ ձեր հոգու մեջ, որոնք Աստծունն են։ God gave Moses the pattern for the first tabernacle. Աստված Մովսեսին այդ առաջին օրինակը տվեց տախտակի վրա։ God told Moses, you build it exactly the way I show you. Նա ասաց, որ դու նույն ձևով պետք է կառուցես, ոնց որ քեզ ցույց եմ տվել։ And once it was built and erected, Երբ որ կառուցեց նա այդ ամենը, the glory of God came down upon it. Աստծո փառքը իջավ այդտեղ։ And this pattern of a tabernacle or a temple Այդ filled with the տաճարը glory of God լցվեց Աստծո փառքով։ finds its way through all of Scripture. Եվ այս ամենը երևում է ամբողջ խոսքի մեջ։ We have the tabernacle and the temple. Եվ կա խորանը, եւ կա տաճարը, Then Jesus is going to say, this body, ու his Հիսուսն body, ասում է, որ այս մարմինը is the temple. դա տաճարն է։ He said, if you'll destroy this temple, I'll raise it up in 3 days. Ու ասում է, ես կարող եմ այդ տաճարը 3 օրում կառուցել։ They'd been building on that temple for 46 years. 46 տարի էր տևել, որ այդ տաճարը կառուցվեր։ So they thought he was crazy. Ու կարծում են, որ դա խելագարություն է։ But he knew that the glory of God Բայց dwelled Հիսուսը in գիտեր, him. որ Աստծո փառքը բնակվում է իր մեջ։ In him was life, Իր մեջ էր կյանքը։ and that life was a light of men. Եվ այդ կյանքը մարդու լույսն էր։ He dwelt among us as the tabernacle of God. Նա Աստծո տաճար էր, որպես բնակվում էր մեջ։ And so Աստծո խորան։ now, with him in heaven, we have become the tabernacle or the temple of the Lord. Եվ նրա շնորհիվ մենք Աստծո տաճարներն ենք դարձել։ It just shows us that God's intention is to have such a dwelling place. Աստծո նպատակն է, որ ունենար նմանատիպ մի բնակավայր։ He wants a place where he can place his glory. Ուզում էր մի վայր, որտեղ կարող էր իր փառքը դնել։ And that glory then can be seen by all Եվ that այդ view it. փառքը բոլորի համար տեսանելի կլիներ։ We look at the last manifestation of this truth Մենք տեսնում ենք այս ամենի իրականացումը։ in Revelation Հայ- 21 and 22. Հայտնության 21-22 գլուխները։ When the New Jerusalem comes Եվ down նոր out of heaven, Երուսաղեմը երկնքից կիջնի։ the Bible tells us that there is no temple in that city. Ինձասերի։ In that city, there's no Աստված temple. ասում է, որ այդ քաղաքում ոչ մի տաճար չի լինի։ For the Lamb is the Որովհետև light thereof. Գարը հենց այդտեղ է լինելու, լույսն է լինելու։ That place is filled with the glory Եվ of այդ God. վայրը Աստծո փառքով լցված There's կլինի։ no shadow, Չի լինի ոչ մի no ստվեր, darkness, խավար չի no լինի, need for sun or moon.
լուսնի կամ արևի կարիք ընդհանրապես չի լինի, The glory of God fills that city. Աստծո փառքը կլցնի այդ վայրը։ Now that's God's intention for Դա us. Աստծո նպատակն է, մտադրությունն է մեզ That համար։ you would be that Որ temple դուք of the Holy լինեք Spirit. Սուրբ Հոգու այդ տաճարները։ Filled with the glory of God. Լցվեք Աստծո փառքով։ And that all would see that glory. Եվ բոլորը կարողանան տեսնել այդ փառքը։ The glory of the Christ. Amen? Քրիստոսի փառքը, ամեն։ That's God's desire for Դա է us. Աստծո փափագը մեզ I համար։ believe that's for the church and for the Հավատում եմ, որ individual. դա եւ եկեղեցու համար է եւ ամեն անհատի համար։ It begins with our new birth Ծնվում է մեր այս ամենը սկսվում է մեր նոր ծնունդով, when we have a new beginning with God. երբ նոր սկիզբ ենք ունենում Աստծո հետ։ He begins to form us into Ու նա that սկսում է temple. մեզ ձևավորել այդ տաճարի մեջ, We're transformed. որտեղ գալիս է փոխակերպում, Now we can take in and be filled with the որ հիմա Spirit of կարող ենք God. վերցնել ու լցվել Աստծո հոգով։ I know that we live, I believe, so far below our privileges in this. Ես գիտեմ, որ մենք դեռ չենք հասել այդ կետին, այդ արտոնությանը, որ ունենք։ We need to have this as our goal, Սա պետք է լինի մեր նպատակը, to understand it's God's destiny for us. հասկանալու համար, որ դա Աստծո նպատակն է, ճակատագիրն է մեզ համար։ We may see it here or there, Կարող ենք այստեղ կամ այնտեղ տեսնել այդ ամենը։ and sometimes, but not others. Երբեմն, բայց ոչ միշտ։ But we have to understand that God is bringing us to this fullness of this Բայց պետք reality. է հասկանանք, որ Աստված այդ իրականության լիության մեջ է ուզում մեզ բերել։ Again, we just remind you of the Israel journey Նորից ուզում ենք հիշեցնել ձեզ Իսրայելի այդ ճանապարհորդության մասին, because God had to deal with everything that was still in them from Egypt. որովհետև Աստված գործ ուներ այն amենի հետ, ինչ որ նրանց մեջ կատարվում էր։ Every circumstance and situation Ամեն that he put them in, հանգամանքներ, amեն իրավիճակներ որ կար։ they had to learn to Նրանք trust in պետք է the word այդ of ամենի God. միջոցով սովորեին վստահել Աստծո խոսքին։ He would give them manna, Նա նրանց տվեց մանանան։ and he told them, I gave you manna every Ու day ասաց, որ ես ամեն օր կտամ ձեզ այս մանանան, so that you could realize that you Որ- don't live by bread alone, որ դուք հավատաք, որ միայն հացով չէ որ but ապրելու by եք, every word այլ that ամեն comes from the mouth. խոսքով, որ գալիս է իմ բերանից։ We must learn that same truth. Մենք պետք է այդ նույն ճշմարտությունը սովորենք։ And so he puts us in those situations Նա where մեզ դնում այդ we must իրավիճակների learn մեջ, that. որտեղ որում կարողանանք սովորել այդ դասը։ The crisis sometimes comes up in your life. Ինչ որ ճգնաժամեր են երբեմն գալիս ձեր կյանքերի մեջ։ We don't like those. Բնականաբար չենք սիրում այդ Our ճգնաժամերը։ tendency would be to complain. Հակված ենք նրան, որ միանգամից պետք է բողոքենք, տրտնջանք, But God is working to bring us to a new level of բայց faith, Աստծո նպատակն է, որ մեզ հավատքի նոր մակարդակ բերի, to rid us of our fear, որ թողնենք մեր վախերը, to teach us to trust in every սովորեցնելու word that մեզ proceeds from the mouth վստահելու of մեզ God. ամեն բան, ինչ որ գալիս է Աստծո բերանից։ It's an exciting thing to walk with God. Սա հրաշալի բան է, որ քայլենք Աստծո հետ։ Amen? Ամեն։ Now, we recognize Հասկանում ենք, that this house of God, որ Աստծո այս տունը, tabernacle, temple, խորանը, տաճարը, Jesus, the church, Հիսուսը, եկեղեցին, the future city of God, Աստծո ապագա այդ քաղաքը, all of these are filled with what we refer to as the Shekinah glory. այս ամենը լցված էր հենց Աստծո փառքով։ This is the manifestation of the Lord's presence. Սա Աստծո ներկայության դրսևորումն է։ And this is, again, what God desires for us, Նորից ասեմ, այն ինչ որ Աստված ձևավորել, ստեղծել է մեզ համար, but this is the reality. բայց սա իրականությունն է։ Wherever that glory was, that's where Որտեղ որ կա God was. փառքը, այնտեղ Աստված է։ He let his presence be known by that Shekinah glory. Թույլ է տալիս, որ hենց այդ փառքով իր ներկայությունը հայտնվի։ When Jesus says, I am that temple, Երբ Հիսուսն ասաց, որ ես եմ այդ տաճարը, he was acknowledging the glory of God is in me. նա ցույց էր տալիս դրանը, որ Աստծո փառքն ի մեջ է։ He becomes the holy place Նա upon դարձավ this այդ earth. սուրբ վայրը երկրի վրա։ It is in that place where God communes and fellowships. Այդ With his վայրում են people. մարդիկ հաղորդակցում ու շփվում։ It's where God speaks to us. Աստված խոսում էր այդտեղ մեզ That հետ։ place of his presence. Այդ իր ներկայության վայրի մեջ։ There's no greater emphasis or greater understanding of this is the
Ավելի concept մեծ of being in Christ. հասկացողություն չկա, քան այն միտքն է, որ Քրիստոսի մեջ լինել։ We are in Him, Մենք surrounded նրա by մեջ Him. ենք, շրջապատված ենք նրանով։ There's communion with Him, Նրա fellowship հետ with Him. հաղորդություն ունենք, ընկերակցություն ունենք We're resting in His presence. եւ հանգստանում ենք իր ներկայության մեջ։ Everything happens as we are in Christ. Ամեն ինչ տեղ ունենում նրա համար, որտեղ մենք հենց Քրիստոսի մեջ ենք։ This is the place of His glory, Սա նրա փառքի վայրն է, where He speaks to us and որտեղ ministers to խոսում է us. մեզ հետ, ծառայում է մեզ։ We also recognize, if we would look at the stories, Նաեւ հասկանում ենք, երբ որ նայում ենք պատմությանը, that there's no place for the natural man որ բնական մարդու համար չէ այս վայրը, in this Shekinah glory. այդ փառքը։ When Moses dedicated that tabernacle, Երբ որ Մովսեսը վերջացրեց, նվիրաբերեց այդ տաճարը, Exodus chapter 40 is where he is. այդ խորանը ելից գրքում, The glory cloud of God comes ասում է, որ down. Աստծո փառքի այդ ամպը եկավ ու ծածկեց այդ վայրը։ All the activity of man stopped. Ու մարդկային ամեն գործողություններ դադարեցին, God was there. որովհետև Աստված էր այնտեղ։ They did no more work, no more sacrifice, no Այլևս more, ոչ մի ավել զոհաբերություններ, ավել գործեր չէր կատարվում, because God has come down. որովհետև Աստված էր իջել այդտեղ։ Same thing happened in 1 Kings 8. Նույնը կատարում է առաջին թագավորացում։ When Solomon had finished that Երբ temple, Սողոմոնը ավարտեց տաճարի կառուցումը, they're dedicating that temple. նվիրաբերեցին տաճարը։ They're singing and everyone's Երգում էին, working, the sacrifices are being made. զոհաբերություններ էին անկատարում, But when the glory comes, բայց երբ որ փառքն իջավ, all human activity stops. մարդկային ամեն գործողություններ դադարեցին։ Now that's a message to Սա us խոսք է, падգամ է մեզ, that in this place of God's glory, որ Աստծո այս փառքի վայրում there is no place for the natural man. բանական սովորական մարդու համար տեղ չկա։ That's why we have to be born again. Դրա համար կարիք ունենք նորից վերստին That's ծնվելու։ why we have to be spiritually Դրա alive. համար պետք է հոգևորապես արթուն լինենք։ The natural man cannot enter in. Ու դրա համար սովորական այդ բնական մարդը ներս մտնել չի կարող։ Let me make sure you understand what I'm saying. Ուզում եմ վստահ լինել, որ հասկանում եք այն, ինչ որ ուզում եմ ասել։ I'm talking about the natural man and not the unbelieving sinner. Okay. Ես բնական մարդու մասն եմ խոսում, ոչ թե անհավատ մեղավորի։ We know the unbeliever Մենք will գիտենք, որ never be in the, անհավատները in the presence of the glory of God. երբեք էլ Աստծո փառքի ներկայության մեջ լինել չեն կարող։ But the Bible makes sure for us to understand Բայց that Աստվածաշունչը մեզ վստահեցնում է, ասում է, որ this natural man that you այս and I բնական are right մարդը, now, որ մենք հիմա կանք, we must be transformed. պետք է փոխակերպվենք։ We've got to take on spiritual hearing, Պետք է հոգևոր լսողություն ունենանք, spiritual sight. հոգևոր տեսողություն ունենանք։ What did Jesus say to Nicodemus? Որ երբ Հիսուսը Նիկոդեմոսին ասում է, A man cannot see մարդը չի կարող the տեսնել kingdom of God unless he Աստծո is թագավորությունը միջև born again. վերստին չծնվի։ The natural sight Այդ բնական տեսողությունը cannot see the չի kingdom, կարող տեսնել Աստծո թագավորությունը, but the born again man. բայց վերստին ծնված մարդը, So it's the natural man that loses any ability to be in that presence. բնական մարդը չունի որևէ կարողություն այդ վայրի մեջ լինելու։ 1 Corinthians chapter 2 and verse 14. Առաջին Կորինթացիներ Illuminates 2-րդ that for 14 Did I say that right? 1 Corinthians 2 verse 14. only that Yeah. Առաջին Կորինթացիներ 2:14 բայց բնական մարդն Աստծո հոգու բաները չի ընդունում, քանի որ դրանք հիմարություն են նրա համար, ոչ էլ կարող է ճանաչել, քանի որ դրանք հոգևորապես են ըմբռնվում։ And listen, in order to understand the word of God, you've got to be born again. Որպեսզի կարողանանք Աստծո խոսքը հասկանալ, կարիք ունենք վերստին ծնունդի, վերստին ծնվելու։ And in order for you to understand spiritual truth, you've got to be born again. Հոգևոր ճշմարտությունները կարողանանք հասկանալ, պետք է վերստին ծնունդ ունենաք։ The unbeliever can read the Bible and study the Bible, Անհավատները կարող են կարդալ Աստվածաշունչը, սովորել Աստվածաշունչը, but he's not going to come to the full realization of its truth until he's born բայց again. ճշմարտությունը ամբողջ իրականությամբ չի կարող գալ նրանց, միայն վերստին ծնվածներին։ You must be born again. Կարիք ունեք նորից ծնվելու, վերստին ծնվելու։ Then I can see, then I Հետո can կարող եմ hear, տեսնել, կարող եմ then I լսել, can understand. կարող եմ հասկանալ, But the natural mind, բայց բնական միտքը, what did Paul say? ինչ է ասում Պողոսը։ He said, let us
let us be transformed by the renewing of our minds. Եկեք մեր մտքերը փոխակերպենք, վերստին ծնունդ ունենանք։ God's got to renew this thing. Աստված նորից կվերանորոգի մեր միտքը։ Romans chapter 8, verses 7 and 8 tell us the same thing. Հռոմեացիները մեզ նույն բանն է ասում։ 8 which verse 7 and 8. Հռոմեացիների 8:7-ից 8 Քանի որ մարմնավոր միտքն Աստծո դեմ թշնամություն է, որովհետև Աստծո օրենքին չի հնազանդվում եւ չի էլ կարող, եւ նրանք, որ մարմնավոր են, չեն կարող գոհացնել Աստծուն։ Now, in English, sometimes it reads the sinful nature is always hostile to God. I don't Ասում know. են, որ այդ մեղավոր բնույթը թշնամություն է Աստծո աչքին։ But Paul uses the word the mind, Ու Պողոսը այդ միտք բառն է օգտագործում։ the natural mind, Այդ մարմնավոր միտքը hostile against the things of God. թշնամություն է Աստծո առաջին։ Can't understand them, Չի կարող հասկանալ and therefore is against those things, is an enemy of those things. ու թշնամի է այդ ամենին։ Can't obey God's Չի laws, կարող never will. հնազանդվել նրա խոսքին, նրա կամքին։ And so that's why we must be born again and ահա have թե this ինչու renewal of our կարիք mind. ունենք վերստին ծնվելու ու մեր միտքը վերանորոգելու։ I like to tell, let me tell you a little testimony from Brother Clendenin. Ով Քլենդենից մի փոքրիկ վկայություն թույլ տվեք անել։ You'll hear this twice, but this Երկու անգամ illustrates արդեն my point. լսել եք, բայց խոսքս հենց այս մասին է։ He's in a church preaching. Նա քարոզում էր իր եկեղեցում, As he's preaching along, a woman from the congregation comes up and interrupts the service. երբ որ քարոզում էր ժողովքից մեկը մի կին մոտեցավ ու ընդհատեց քարոզը։ She starts to speak to him, but he cannot understand what she's saying. She start to speak. She's Այդ speaking. կինը սկսեց խոսել, բայց հովիվը ոչինչ չէր հասկանում։ He looks to the pastor and says, Նայում what's է happening? հովիվներին, What's she doing? հասկանա ինչ է կատարվում, ինչ է ուզում այդ կինը։ She was born with a defect Ինքը վատ էր, չէր կարողանում խոսել, նման հենց այդպես էլ ծնվել էր։ where she could not speak. Լավ չէր կարողանում խոսել։ She's been through many operations Շատ վիրահատությունների միջով էր անցել, and never gotten much better. She can բայց իր վիճակը այդպես էլ չէր լավացել։ make some sounds, but Ուղղակի ինչ որ հնչյուններ էր very արտաբերում։ few could understand Ու her. շատ քիչ մարդիկ կարող էին այդ կնոջը հասկանալ։ She's now in her 50s. She's been like this for 50 years. 50? 50 Արդեն 50 տարեկան էր, 50 տարի այդպես ապրել էր։ And she wants you to pray for her. Ու այդ կին ուզում էր, որ հովիվը աղոթեր իր համար։ So Brother Clendenis, right in the middle of the service, is going to pray for her. Ու հենց հովիվ Քլենդենը աղոթքի հենց մեջտեղ հատվածում սկսեց աղոթել այդ կնոջ համար։ And as soon as he says yes, the Holy Spirit says to him, Երբ որ հովիվ ասեց այո, Սուրբ Հոգին խոսեց այդ ժամանակ նրա հետ։ I want you to take hold of her tongue. Թանկ։ Ես ուզում եմ, որ դու բռնես նրա լեզուն։ Wait, Մի րոպե։ I don't know if that's God or not. Չեմ կարծում, որ էս Աստված էր։ I'm going to look weird. Շատ տարօրինակ թվա մարդկանց աչքին։ Maybe if I ask her to stick out her tongue, I could just put Միգուցե my finger on it. հարցնեմ ուղղակի լեզուն դուրս անի, մատս դնեմ լեզուի վրա։ And so he asked her, stick out your Ու tongue. հարցնում այդ կնոջը, լեզուդ դուրս անիր, She couldn't do it. բայց չկարողացավ այդ կին անել։ It just was impossible. Անհնար էր նրա համար դա։ And he's pleading with Ու God. աղաչում էր Աստծուն։ God, I'm going to look like a fool. Տեր հիմարի տպավորություն կթողնեմ այս մարդկանց And մոտ։ God confirms, Աստված նորից հաստատում է խոսքը։ take hold of it. Բռնիր լեզուն։ So he told her, open your mouth. Խնդրում է հովիվը, որ բացի բերանը, Takes his hand, յա ձերքը մոտեցնում է, takes hold of her tongue, բռնում է լեզուն and commands it to be ու loose, հրամայում, to be healed in որ Jesus. բժշկվի Հիսուսի անունով։ Healed instantly. Մի անգամից բժշկվեց։ 50 years of deformity. 50 տարի այդ կերպ ապրել է։ 50 years. 50 տարի She was healed instantly. բժշկվեց անմիջապես։ Now, the natural mind Բնական այդ մարմնավոր միտքը says, don't do that. ասում էր չանես։ The natural mind says, no, you look foolish. Մարմնավոր միտքը ասում է չանես, հիմարի նման It կերևես։ won't make any difference. Ոչ մի բան էլ չի լինի։ You know, it won't make any difference. Ոչ մի փոփոխություն հաստատ God չի will listen լինի։ to your prayer, Աստված ուղղակի կլսի քո աղոթքը, but the spirit man բայց հոգևոր մարդը hears from the Holy Spirit, լսեց Սուրբ Հոգուց, does what appears to be foolish, չնայած նրան, որ ինքը հիմարի տպավորություն կթողներ, and the result is the miracle of God. բայց դրա արդյունքը եղավ Աստծո հրաշքը։ Amen.
Ամեն։ Now, many times you're going to find yourself in those situations Շատ անգամ դուք ձեզ կհայտնաբերեք հենց այս տեսակ իրավիճակներում, where the Spirit says something, որտեղ հոգին ձեզ մի բան կասի, and your natural mind is բայց going to ձեր go, մարմնավոր միտքը կասի ոչ։ I don't know about that. Չէ, լավ չեմ Let me մտածում։ think about that. Թող մի քիչ մտածեմ դրա մասին։ You know, men are. Let me just say, men, you like to think about it, reason about it. Պետք է մտածեք դրա մասին։ Let me understand it, God. Մենք ասենք մարդը կասի, թող Աստված մտածեմ իա դրա մասին։ And if you can fit it into your logic, into your reason, Ու then you եթե might. այդ լոգիկալի տեսեմ դրա մեջ ինչ-որ պատճառ նոր կանեմ։ Women have a different function. It's kind of like I don't feel that. Իսկ կանայք այսպես են ասում, ես չեմ զգում, որ պետք է անեմ։ I don't feel like that's the thing I should. Չեմ զգում, որ այդ տեսակ բաները պետք է անեմ։ You know, you got a different way of approaching that. Արի ուրիշ տեղից մոտենանք։ That's a natural function of Դա our life. բնական այդ մարմնավոր ֆունկցիան է մեր։ And that's why we must not only be born again, Դրա համար ոչ միայն պետք է վերստին ծնվենք, but to develop our spiritual այլ hearing, մեր հոգևոր լսողությունը պետք է զարգացնենք։ develop our spiritual sight. Զարգացնենք մեր հոգևոր տեսողությունը։ Jesus would say something powerful. Հիսուսը մի շատ զորավոր բան He ասաց։ says, I only do what I see the Father Ես do. անում եմ միայն այն, ինչ որ տեսնում իմ հորն անելիս։ Wow. He's watching Նա նայում էր։ for what God the Father Նայում is էր, թե doing. ինչ է Հայր Աստված անում։ Healing this person, Բժշկում էր այս մարդուն։ healing that person, Բժշկում էր այն մարդուն։ deliverance for another. Ազատագրում էր ինչ որ մեկին։ What are you doing, Jesus? Ինչ էր անում Հիսուսը։ I'm just watching the Father. Հիսուսը ուղղակի հետևում էր, նայում էր հորը։ Spiritual eyes to Իր see. հոգևոր աչքերով տեսնում էր։ Amen. Ամեն։ Oh, that's a powerful thing. If we could get it into our hearts, Եթե սա իրոք մեր սրտի մեջ մտնի, դա զորավոր մի to բան է։ come to the fullness of that place Գալու այդ լիության վայրի մեջ, where we are walking in the Spirit որտեղ հոգու մեջ կքայլենք and seeing and experiencing եւ in that spirit կփորձառենք ու realm. կտեսնենք այդ հոգևոր դաշտը։ Jesus would ask his disciples, who do men say that I am? Ոնց Հիսուսն իր աշակերտներին ասեց, ովքեր են ասում մարդիկ թե ով եմ ես։ Peter would jump up, thou art the Christ, the Son of the Պետրոսը living God. ցածկեց ու ասեց, որ մարդիկ ասում, որ դու կենթանի Աստծո որդին ես։ And Jesus said to him, Հիսուսն ասաց նրան. you know, you're blessed Դու- because դու flesh and օրհնված ես, blood has not որովհետև revealed it. քեզ մարմնավոր միտք չհայտնեց դա, My Father in heaven revealed it. այլ իմ հայրը երկնքում հայտնեց քեզ։ That's what we want, Ինչ ենք ուզում։ to walk with God in such a way Քայլել այս տեսակ ճանապարհներով that the Աստծո։ light of God shows Եվ us what he's Աստծո doing. լույսը ցույց տա ինչ որ ինքը անում We է։ can see and we can Որպեսզի hear. կարողանանք տեսնել, կարողանանք լսել, We've got to get into this light, պետք okay? է այս լույսի մեջ մտնել։ This light becomes powerful for us through Այս this. լույսը դառնում է մեզ համար զորավոր։ We must go to that Ու cross պետք է մոտենանք, գնանք դեպի այդ to խաչը, put that natural man upon որպեսզի that այդ cross. բնական մարմնավոր մարդին խաչի վրա հանենք։ You know, we're not crucified with Christ because of our sin. Մենք չենք կարողանում խաչ ելնել Հիսուսի հետ մեր մեղքերի պատճառով։ It would be no advantage to us. Մեզ համար ոչ մի առավելություն չէր լինի։ We are crucified with Christ in order that we can deal with that natural man. Խաչվել ենք Հիսուսի հետ, որպեսզի կարողանանք այդ բնական մարմնավոր մարդու հարցերը լուծել։ There's some sin still left in him, Դեռ կան մեղքեր, որոնք մնացել են, but it is the natural man բայց դա բնական մարդու, մարմնավոր that մարդուն we է, must lay to the side որը պետք է մի կողմ դնենք and to take up the spirit man ու վերցնենք հոգևոր մարդուն and to walk in the light of ու God, քայլել Աստծո լույսի մեջ։ to be resurrected in that spiritual plane, Հարություն առնենք այդ հոգևոր դաշտում։ to be truly seated with Christ in the heavenly Ճշմարտապես realm. տեսնենք Քրիստոսին երկնքում։ God is not going to glorify Աստված ուղղակի չի humanity. մարդկային կերպով չի փառավորվում։ He's not going to glorify that natural man. Նա այդ բնական մարմնավոր մարդուն չի փառավորում։ It is the spirit man that he wants to build up, Հոգևոր մարդն է, որ ուզում է շինել ու the կառուցել։ spirit man that he wants to make strong. Հոգևոր մարդն է, որ ուզում է զորանա։ We must recognize how God works in Մենք our պետք է lives. հասկանանք, թե Աստված ինչպես է գործում մեր կյանքերում։ We can have this fullness of God. Մենք կարող ենք Աստծո այս լիությունը մեր մեջ ունենալ։ We can walk in the light, Կարող ենք քայլել այս լույսի even մեջ։ as he is in the light.
Even Yeah, that's a verse. If we Ah. walk in the light, even as he is, որովհետև նա է լույսի մեջ։ we'll have fellowship one with another. Եվ նրա հետ կունենանք այդ We can հաղորդակցությունը։ walk with God. Կարող ենք քայլել Աստծո հետ։ We recognize that this is God's desire for Մենք us, հասկանում ենք, որ սա Աստծո փափագն է մեզ համար, His plan for us, նրա ծրագիրն է մեզ համար, that to be born again, to show us and that we might see որ that մենք kingdom վերստին of God. ծնունդ ունենանք ու կարողանանք տեսնել Աստծո թագավորությունը։ We know over and over, we're going to tell you that Շարունակ ձեզ կասենք, որ every circumstance that we find ourselves in is an opportunity for God to reveal Himself. յուրաքանչյուր հանգամանք, որ մեր կյանքում ունենք, դա հնարավորություն է Աստծո կողմից, որ տեսնենք Աստծուն, հայտնվի մեզ։ Everything that happens, good, bad, or Ինչ էլ որ otherwise, լինի, լավ, բաց, թայլ տեսակի իրավիճակներ։ brings us to a choice. Մեզ բերում են ընտրություններ, Are you going to follow God? որ կհետևես Աստծուն, Are you going to obey His word? հնազանդվես նրա խոսքին։ Or are you going to trust in your own wisdom and Թե understanding? կոսեփական իմաստության ու հասկացողությանը կվստահես, պետք է ընտրես այդ ժամանակ։ We must choose to follow God. Մենք պետք է ընտրենք Աստծուն հետևելը։ Choose to take up our cross and follow Him. Վերցնենք խաչը, կներեք, խաչը ու հետևենք նրան։ That light of God will come. Եվ Աստծո լույսը կգա, We can walk and live in His ու glory. կկարողանանք քայլել ու ապրել նրա փառքի մեջ, We can see that kingdom at work. կկարողանանք տեսնել նրա թագավորությունը եւ նրա գործերը։ It will come as we surrender to Him. Նա կգա, երբ որ մենք հանձնվենք նրան, The cross will work in your life. եւ խաչը կսկսի գործել ձեր կյանքերի մեջ։ The natural man must be crucified with Եվ Christ. բնական մարմնավոր մարդը պետք է Քրիստոսի հետ խաչը բարձրանա։ You will learn to rely upon the strength and the power of the Պետք Holy է Spirit. սովորենք հնազանդվել հանձնվել Սուրբ Հոգուն, մեր հույսը դնենք նրա ու նրա զորության վրա։ Learn to trust in the wisdom and the knowledge that Սովորենք God, the Holy Spirit, gives. Վստահել այն իմաստությանը, գիտելիքին, որ Աստված Սուրբ Հոգու միջոցով տալիս է։ He is the mind of Christ. Նա Քրիստոսի միտքն է։ Paul says we can have that mind. Պողոսն ասում է, որ մենք կարող ենք այդ միտքն He ունենալ։ says we do have the mind of Ու Christ. մենք պետք է ունենանք այդ միտքը։ The measure of this light Այս լույսի չափումը and the measure of Christ in our եւ lives Քրիստոսի այդ չափումը մեր կյանքերի մեջ։ is the measure of how much room that we have made for Him. How much what? How much room we've made. Ինչքան տեղ ենք պատրաստում մեր մեջ Քրիստոսի համար, դրա մասին է խոսում։ If we allow Him Եթե թույլ տանք նրան, full access to our lives, ամբողջական մուտք թույլ տանք նրան մեր մեջ, surrender this vessel to այս Him, անոթը հանձնենք նրան, empty it of everything that ամեն doesn't բան need to be there, դատարկենք այն ամենից ինչի կարիքը որ չունենք, պետք չի մեզ, then we can be full. այդ ժամանակ this կարողանանք լցվել այս կյանքով։ We can be full of this glory. Այդ ժամանակ լցվենք այդ փառքով։ Amen. We Amen. can be. Կարող ենք դա անել։ If we deny ourselves and Եթե take up մեզ- that cross and follow Him. Ուրանանք մեզ ու վերցնենք այդ խաչը ու հետևենք նրան։ Andrew Murray talked about denying self. Եվ խոսում են նաև անձ ուրանալու մասին։ He defined it this way. Այսպես է ասում։ To define self is to accept Christ and His word concerning our Ընդունելու lives. Քրիստոսին եւ նրա գործը մեր կյանքերի մեջ։ To deny self. Ինքները ձեզ ուրանալու։ Peter told Jesus, Պետրոսն ասաց Հիսուսին. I'll go with you to prison unto death. Ես կգնամ քեզ հետ անգամ բանտ կամ միջև մահ։ Jesus said to Peter, Հիսուսն ասաց Պետրոսին. before the cock crows, you'll deny me 3 times. Ինչև ակաղաղը 3 անգամ կանչի, դու ինձ 3 անգամ կուրանաս։ And Peter did. Եվ Պետրոսն այդպես էլ արեց, ուրացավ նրան։ He denied knowing Jesus Նա ուրացավ այն Հիսուսին, որին ճանաչում էր, because he would not accept Jesus' opinion of himself. որովհետև Հիսուսը այդ կարծիքն իր մասին չընդունեց։ He denied knowing Jesus because he thought he was strong enough. Նա ուրացավ Հիսուսին, որովհետև մտածում էր, որ ինքը բավականին ուժեղ ու զորավոր էր։ I can go with him to prison. Ես unto death. կարող եմ նրա հետ գնալ բանտ։ Trusted in his own strength. Վստահեց իր սեփական ուժին, զորությանը։ He denied knowing Christ because he trusted in his own understanding, Նա ուրացավ Հիսուսին, որովհետև վստահում էր իր սեփական հասկացողությանը։ his own knowledge. Իր սեփական գիտելիքին էր վստահում։ He thought he knew what was going to take Ինքը place. մտածում էր, որ այդ ամենը տեղի կունենա, ինչ որ ասում էր։ Peter denied Christ Petros instead of denying ուրացավ- himself. Պետրոսն ուրացավ Հիսուսին, Instead of
allowing God to do that work in him, Փոխարենը թույլ տալու Աստծուն, որ այդ գործն իր մեջ աներ։ he denied the Lord. Ու դրա համար ինքը ուրացավ Տիրոջը։ That's our choice too, Դա նաև մեր ընտրությունն է։ to accept what God says about us, Ընդունելու այն, ինչ որ Աստված մեր մասին կասի։ to deny ourselves, Ուրանալու մեր take անձը, up our cross and follow վերցնել him. խաչը ու հետևել նրան։ Amen. Ամեն։ Thank you, Father. Շնորհակալ եմ, Հայր։ Lord, we pray for this glory to come down to Մենք this